ցորենը այդ ճանապարհով գալու է մինիմում 20 օր։ Մարժան այդ ցորենի կազմում է մոտավորապես 2-ից 3%։ Ուրեմն ով է այդ բիզնեսմենը, ինձ շատ հետաքրքիր է, որը նախ Ալիևի հետ կարողացել է պայմանավորվածություն ձեռք բերել, որ այդտեղով անցնի, եւ երկրորդը պատրաստ է իր փողը այդքան քնցնել, մինչեւ որ 20 օր այդ ամեն ինչը գա ստեղ։ Ինչ գնով են առել Ղազախստանից, ինչ ա լինելու դրա ինքնարժեքը, որն է լինելու տնտեսական բենեֆիտը ղազախական ցորենի պարագայում։ Երբ որ տրանսպորտը ակնհայտորեն շատ ավելի թանկ է, որ շատ ավելի երկար է, ցորենը անհասկանալի է ինչ որակի է, այսինքն հիմա այդ ցորենը հələ չեկած, սենց մատով թափտալ ասել, բա ասում եք բան չի գալու, դա խորը երկրորդական աննշան բենեֆիտ է, որը որ մենք ստանում ենք այս Ադրբեջանի ժեստից, էլի որ իբր նայեք մենք ինչ բանը, բխաղություն է, բա ինչ է։ Բայց նայ, Ալիևը ստացել է ամեն ինչ։ Ղարաբաղ, Հայաստանից կտորներ, Հայաստանի բանակի նվազեցում, հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ, գերիներ, որոնց մասին ունի կանաչ լույս Հայաստանի կողմից, իսկ Հայաստանը ինչ է ստացել։ Ասում եք ոչ մի բան չի ստացել, ցորեն։